Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 28-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Երբ ասում ենք մայիսի 28, հիշում ենք որպես հանրապետության տոն, առաջին հանրապետության անկախության տոն, իհարկե նենց ամպագորգոր ելույթներ այդ ուղղությամբ թողնենք պաշտոնյաներին եւ հրապարակային մեծ կուսակցությունների ղեկավարներին, որ տոնի մասին տենց խոսեն, մենք ուղղակի կարճ անդրադառնանք, ես ուղղակի իմ պատկերացումը շատ կարճ ասեմ, եթե ասում ենք անկախություն, այո դրա համար մարդիկ կյանք են տվել, նույնիսկ չեն էլ հավատացել, որ այդ անկախությանը հնարավոր է հասնել, նույնիսկ այդ անկախությունը նաև հանգամանքների բերումով ենք անցել, բայց նույնիսկ այդ պարագայում կյանք են տվել մենակ նրա համար, որ Հայաստանը ունենա անկախություն։ Եվ ինձ համար բացարձակ միևնույնն է, եթե ես 2004 թվականից խոսում եմ, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն, դա բացարձակապես կապ չունի ով է Ամերիկայի ղեկավարը, ով է Հայաստանի ղեկավարը։ Դա ադմինիստրացիաների միջև համագործակցության մասին չի խոսքը, պետության հեռանկարի, պետությունների միջև, բայց ինձ համար հավասարազոր անընդունելի ու հանցագործությունա, եթե նույնիսկ կատակով ասեն ավելի լավ է ալնենք Ամերիկայի 51-րդ նահանգ։ Ամերիկայի 51-րդ նահանգ կամ Ռուսաստանի ծայրագավառ ինձ համար ընկալումը նույնն է։ Չի կարող նման ընդհանրապես քննարկվել այդ թեման։ Եվ մեր համար երբ որ անկախությունը հանվեց աճուրդի, մի անգամ այդ սխալը թույլ տվեցինք Արցախի հետ կապված, ասում եմ թույլ տվեցինք հոգնակիով բոլորիս վերաբերվող, թեպետ կոնկրետ մարդիկ դա իրանց թույլ տվեցին, որ Պուտինին դիմեցին, ասին հանուն անվտանգության պատրաստ ենք հրաժարվել անկախությունից, արի վերցրու տերկանունի քո ապրանքին կոպիտ ասած։ Եվ երբ որ մարդիկ մտածում են սպասի, սրանք շատ հեշտությամբ պատրաստ են անկախությունից հրաժարվել, ուրեմն նրա համար միևնույնն է Ռուսաստանի հետ կհրաժարվեն, թե Ադրբեջանի, վերջ նրանք համարում են, որ այդ անկախությունը քո ձեռքից կվերցնեն։ Եթե դու չես ասում, մինչև վերջի մարդը կյանքը կտա, բայց անկախությունից չի հրաժարվի, նրանք զգուշանում են, ասում են մի րոպե, այս ազգի հետ շատ դժվար է տենց ոտատակ տալ ու առաջ գնալ, սրանք պայքարելու են իրանց անկախության համար, բայց երբ որ հրապարակային անկախությունը աճուրդի ես հանում ցանկացած պատճառով, կապ չունի, դա անվտանգությունն է, բարեկեցությունն է, կապ չունի, վերջ, արդեն դու տալիս ես առիթ քո թշնամիներին մտածելու, որ քո հետ կարելի է բանակցել այդ անկախությունից քեզ զրկել կամ քեզ կարելի է պարտադրել անկախությունից զրկել։ Այն նույն բանը, երբ որ Հայաստանից որևէ ձևով փորձում են արդարացնել, որ եթե անկախությունը կորցնենք, գոնե բարեկեցիկ ծայրագավառ լինենք Ռուսաստանի, կամ եթե անկախությունը կորցնելու ենք, գոնե հզոր արևմտյան երկրի առումով կորցնենք, չի քննարկվում դա։ Եթե տվեցիր նման թեմա, որ դու պատրաստ ես դրան, ուրեմն վերջ այդ անկախությունը քո ձեռքից կվերցնեն։ Իսկ հիմա նայենք, երբ որ Նիկոլ Փաշինյանը հերթական միտքը նորից չէ, նա այդ միտքը նոր չի ասում, բայց հերթական միտքը, որ ինքը այտենց ասում է, որ մեզ ինքը անկախությունն աննվիրե, վերջապես մենք ունենք պետություն, այդ որոնումները պետություն մանգալու վերջացավ, ժողովուրդ ջան, ես ձեզ պետություն եմ բերել։ Դե հասկանում եք, դե ուրիշ բան չկա, որ ասի բերելա, հիմա ուզում եմ ցույց տա, որ դուք մինչև հիմա սխալ եք ապրել, ինչ որ մտածել եք սխալ ա եղել։ Վերջապես մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, կարելի է կարծել, որ ինքը չերեկը չունեինք։ Հա, ես սա եմ ես ձեզ բերեմ, ու նորից իրա մի հատ թեզը առաջ բերում, մեր ինքնությունը մեր պետությունն է։ Այսինքն հայկական ինքնությունը մեր պետությունն է, եթե պետություն չկա, որտեղից ելնի հայկական ինքնություն։ Այն որ Հայաստանը պետքա պետականության համար ասցի, որ պետք է կյանքը դնի պետությունը իր գալիք սերունդների համար, բայց այս աբսուրդ բանը, որ ասում է,
հերթական անգամ ստիպված եմ հերթական անգամ անդրադառնալ շատ ցավում եմ որ մեր պատմաբանները ես պատմաբան չեմ էլի մեր պատմաբանները կամ իշխանության հետ համագործակցում են կամ մի քիչ վախվորած են չեն կանգնում ասեն երիտասարդ ախր այդքան անգրագետ բաներ չի կարելի ասել ինչ է նշանակում պետականություն չունես ինքնություն չունես մենք տևական ժամանակ պետականություն չենք ունեցել բայց ինքնություն ենք ունեցել որի շնորհիվ կարողացել ենք ձեռք բերել պետականությունը եթե պետականություն չունեցած ժամանակ ինքնությունը կորցրած լինեինք ո՞նց էինք հետո պետականություն ձեռք բերում կամ ի վերջո ազգային ինքնություն ունեցել ես ավելի շուտ քան հետո պետությունները մտածել են որ ժողովուրդները մտածել են որ պետություն ստեղծեն պետություն ստեղծելու գաղափարը եւ դրա կիրարկումը շատ ավելի ուշ է եղել քան ազգային ինքնությունները որոնք որ տարածվել են տատտեղեր քոչվորներ են եղել որոնք եկել են ուրիշի պետությունները գրավել են իրանք չունենալով պետություն պետություններ են գրավել պետություններ են վերացրել պետություններ են ստեղծել լինելով քոչվոր ինչի մասին է խոսքը եւ ավելին ասեմ երբ որ հարց է ծագում որ Հայաստանը եթե գտնում է Նիկոլ Փաշինյանը որ մեր հայկական ինքնությունը զուտ բանով է պետականությունով է արտահայտվում բա Հայաստանում ազգային փոքրամասնության գոնե 4 ազգային փոքրամասնություն սահմանադրորեն ազգային ժողովում ունեն պատգամավորներ ոչ թե նրա համար որ անպայման այնտեղ պետք է գնան պատգամավորական գործունեությամբ զբաղվեն այլ զուտ նրանց տրված է քվոտա որովհետև Հայաստանում ունենալով համայնք նրանք ստացել են քվոտա առաջի 4-ը որոնք ներկայացված լինեն ազգային ժողովում իսկ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգ է այսինքն մեր խորհրդարանում ներկայացված են առաջի տեղը եզդիներ հետո ռուսներ հետո ասորիներ հետո քրդեր այս 4-ից 3-ը պետականություն չունեն բայց եթե իրանք ինքնություն չունեն նրանց ինչի՞ քվոտա տվել որ ինչ անեն Այսինքն կարելի է տենց անտրամաբանական բան ասել։ Պետություններ կան բազմազգ պետություն են, տիտղոսային ազգ հասկացողություն չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ քաղաքացիություն կա։ Որի ազգային ինքնությունն է պետությունով պայմանավորված։ Մեքսիկացու, ում, հայի, ռուսի, ում։ Ամերիկայի պետությունը շարժում է քաղաքացիություն։ Այդ որ պետությունն է ինքնությունով դու բացատրում։ Հասկացանք ուզում ես ասես վերջապես այս 29743-ը հազիվ պետություն ենք սարքում, դուք սխալ եք ապրել, ինչ ծովից ծով եւ այլ հասկանում ենք այն ինչ որ կորցրել ենք, այն ինչ որ քումեղքով կորցրել ենք, փորձում ես արդարացնել, բայց մարդը որ պետականություն չուներ, ուզում էին իրան ասեին որ դու պիտի մահմեդականություն ընդունես, այդ կանայք իրանց սարի ծերից գցում էին, բայց մահմեդականություն չէին ընդունում, ինչ էին ուզում դրանով պահեին, մեռնեին, բայց իրանց ինքնությունը պահեին, չունենալով պետություն, նրանց հաշվին է որ մենք պետություն հիմա ունենք, եթե մենք դա չենք հասկանում, շատ վատ է, եթե Հայաստանում մենք հասկանայինք քանի պետություն չունենք, ուրեմն ազգային ինքնություն չունենք, Հայաստանը եթե հայերը չապրեին, այն ժամանակ որ ասում են գնացեք Ալթայ, այնտեղ ձեզ մեծ տարածքան կապրեք, մարդիկ գնացած լինեին, որ խորհրդային միությունը փլուզվեր, Հայաստանը ո՞նց էր անկախություն ստանալու, եթե հայ չէր ապրելու ստեղ։ Այսինքն էլի ունենանք պետականություն, էլի դողանք դրա վրա, էլի հասկանանք թե դա ինչքան կարևոր է կյանքի գնով դա պահել, բայց ասել որ եթե պետություն չունես հայ չես, առավել ևս որ մի պետության մեջ մենակ հայերը չեն ապրում։ Այսինքն դու դրանով չես հարգում առնվազն 3 ազգի, որոնք քու տարածքում ապրում են եւ քու ազգային ժողովում ներկայացված են։ Դրանց կանգնում ասում ես պետություն չունես, ուրեմն ինքնություն չունես։ Այս անգրագիտությունը քանի անգամ պետք է ինքը ասի, եւ ինչու չեն դրա բերանին գալիս մի հատ ասում ընկեր, այդ հերոսական ելույթներով դու չես կարա քո զիջումները արդարացնես։ Եվ մեկ էլ երեք որ ես անդրադարձա հանգամանորեն Արեն Սիմոնյանի ասացին որ զուգահեռներ էր անցկացնում որ Ադրբեջանում էլ են հայեր ապրել որ
Արցախում էլ եթե հիմա Արցախից որ եկել են, եթե իրանք հետ գնան, բնական ադրբեջանցիներն է 300,000 իհարկե պետք է գան Հայաստանում ապրի եւ նույնական, այսինքն հավասարության նշան էր դնում, էլի ցանկացած տեղ հայի ապրածը, որի դիմաց զուգահեռաբար կարգավիճակը նաեւ ադրբեջանցիների ստեղ ապրածը։ Մեկ անգամ եւս ուզում եմ հստակեցնել, չնայած ինձ թվում էր շատ հստակ ասեցի, որ 88 թվականի շարժումը սկսելուց հետո Հայաստանից ադրբեջանցիները տեղափոխվել են, Ադրբեջանից հայաստանցիները եկել են, հայերը եկել են Հայաստան, դա եղել է խորհրդային միության տարածքում, մի տարածքից գնացել են մյուսը, կամավոր կամ բռնի, բայց խորհրդային միության տարածքում, իսկ էթնիկ զտում Արցախի հետ կապված արել է անկախ ինքնիշխան Ադրբեջանը, դրանք տարբեր կարգավիճակներ են, դրանք անհամեմատելի են։ Այդ ուղղակի որ իմանանք, որ ասում է բա ժամանակին դուք եք արել, ժամանակին մենք չենք արել, խորհրդային միության տարածքում է եղել, այդ պետության օրենքներով եւ այլ, եթե կան մարդիկ ինչ որ բան արել են, դատվել են կամ չեն դատվել, դա ուրիշ խնդիր է։ Հայաստան պետությունը հանձնառու չէր ինչ որ խնդիր լուծել, որովհետեւ չկար Հայաստան պետություն խորհրդային միության կազմում։ Հանցագործությունը կոնկրետ մարդիկ են արել, որի դիմաց կարող են պատասխան տալ կամ ոչ, ոնց որ Սումգայիթի արածի համար դատավարություն եղավ նաև Մոսկվայում։ Խնդիրը ինչին է վերաբերվում։ Եվ մեկ էլ, երբ որ ասում են նույն կարգավիճակն է, եթե հայը ապրում է Վրաստանում, ոնց որ նույն ձևի արցախցին ապրում է Հայաստանում, դա նույն կարգավիճակն է, այդ դեպքում հարց։ Հայը, որ ապրում է Վրաստանում, իսկ արցախցին ապրում է Հայաստանում, եթե նույն կարգավիճակն է, Արցախում փախստականի կարգավիճակն չեք տվել ու փոխհատուցում տալի։ Ուրեմն ճանաչում եք, չէ՞ նրա կարգավիճակը։ Ճանաչում եք, որ այդ մարդուն էթնիկ զտում են արել, իր բնօրանից քշել են։ Դուք եթե այդ մարդու կարգավիճակը չեք ճանաչում, ինչի համար եք փոխհատուցում տալի կամ ինչի համար եք նրան կարգավիճակ տալիս։ Եթե դա նույնացնում եք, դա նույնն է, ոնց որ ախալքալակում այ ապրում։ Ոնց կարելի է այսպիսի աբսուրդ բան ասել մասնագիտությամբ իրավաբանը։ Իսկ եթե դու գտնում ես, որ այդ Արցախից եկածներին կարգավիճակ պետք է չտալ, դուք հարց կտան, բա բյուջեից ո՞նց եք փող տալիս։ Չէ, դու տալիս եք լավ եք անում, ես ու չեմ ասում ինչ եք տալիս։ Ես ասում եմ ո՞նց եք արդարացնում, եթե դուք կարգավիճակ չեք ճանաչում Արցախից բռնի տեղահանվածի եւ մեկ ուրիշի միջեւ։ Եվ ի վերջո որևէ պարտավորվածություն Հայաստանի Հանրապետությունը չունի խորհրդային միության ժամանակ տեղահանվածների համար, որովհետև խորհրդային միությունը նման պարտավորություն չի ստանձնել, որից հետո փլուզվելա չի հասցրել կատարի, որովհետև տեղահանվել են 88 թվականին։ Եթե 88 թվականից մինչև 91 թվականի վերջ խորհրդային միությունը գոյություն ուներ, եթե ինքը ստանձնած լիներ պարտավորություն ֆիզիկապես չհասցներ, մենք որպես իրավահաջորդ պարտավորություն վերցնեինք, որ պետք է այդ 300,000-ին հետ բերենք կամ այդ 300,000-ին փոխհատուցում տանք, ում որ չենք տվել, այդ դեպքում կարելի էր ասել ժողովուրդ ջան, դե բա ինչ անենք, խորհրդային միությունը ժառանգել ենք, բա չեք ուզում էս ամեն ինչը անենք։ Չկար նման պարտավորություն, խորհրդային միությունն իր վրա չի վերցրել։ Հարյուրավոր նման կոնֆլիկտներ են եղել, միտեղից միտեղ են գնացել։ Եվ վերջապես հանկարծ այդ խայծը կուլ չտակ, որ ասում են, բա եթե 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, 500,000 էլ հայ կարա գնա Ադրբեջան, բա իրանց մոտից էլ են եկել։ Այդ խայծը հատուկ գցում են մեր իշխանությունները, որ դուք հավասարության նշան դնեք։ Ինչու, մեկ անգամ եւս ասեմ, առաջինը Հայաստանից Ադրբեջան 500,000 մարդ չի գնալու։ Եվ երկրորդ նա ով կորոշի գնա Ադրբեջան, գնալու է եւ այդ երկրի օրենսդրությամբ այդ երկրին ծառայելու է, միատելասելու է հազիվ այդ հայերից պրծանք։ Այդ չկասկածեք։ Իսկ նա ով գալու է Ադրբեջանից Հայաստան, հատուկ քոքելու են փողնել տան, որ գա Հայաստանում ապակայունացնի, որպեսի տարածքներ վերցնեն, Հայաստանում ներքին պայթուտ առաջացնի, որի համար ֆինանսավորվելու է Ալիևի կողմից եւ Էրդողանի կողմից։ Այսինքն, նա ով Հայաստանից կգնա Ադրբեջան ծառայելու է Ալիևին, նա ով Ադրբեջանից կգա Հայաստան նորից ծառայելու է Ալիևին։ Հանկարծ դուք միամետաբար չասեք, մենք էլ կարանք սա ասենք, հենց դուք կարաք դա ասեք, Հայաստանը կասի համաձայնեք, հա, դե բերեք ստորագրենք։ Մենք պարտավորվում ենք 300,000 ադրբեջանցի ընդունենք, Ադրբեջանն էլ ասում է, ես պարտավորվում եմ 300,000 հայ ընդունեմ։
300,000 այդ չի գնա, իսկ 300,000 ադրբեջանցին կգա Հայաստանի թողտվությամբ, շուր կգա մեզ էլ կասի Ժողովուրդ ջան, բա դուք չէիք ասում, փոխադարձաբար բերեք պայմանավորվենք, բա մենք է ստորագրել ենք, փոխադարձաբար պայմանավորվել ենք, խաղաղության պայմանագիր ենք ստորագրել, հավասարապես 300,000 հայ գնում է այնտեղ, 300,000 գալիս է, մենք իրավունքը տալիս ենք, ոչ ենք պարտադրում, որ զոռով գնան, այսինքն որ դու ասեցիր համաձայնվում եմ, որ զոռով չես ուղարկելու, դա հատուկ նպատակային ձեզ լսեցնել են տալիս, որ եթե Ադրբեջանը պահանջում է 300,000 մարդ գա, մենք էլ կարանք ասենք, ստեից էլ կարա 300,000 գնալ, 500,000, չեք կարա ասեք, որտեղ բացատրեցի դրա էական տարբերությունը, դրանով դուք մեր իշխանությանը տալիս եք հնարավորություն, որ ինքը ասի Ժողովուրդ ջան, մի բան էլ օգտվում ենք, 300,000 գալիս է, 500,000 գնում է, չկա տենց բան, չի գնալու այդ 500,000, բայց 300,000-ը գալու է, որտեղ նպատակային է գալու, Հայաստանը քանդելու համար է գալու, հասկացաք, խնդրում եմ մյուս անգամ դա չխաղակ իշխանության խաղը, որտեղ դրանով ձեզ կամաց տրամադրում են, ձեզ թվում է ինչ լավ բան են ասում, չէ, մենք էլ կասենք, որ դա դեմ տան եւ դուք էլ ասեք, հա իսկականից լավ բան արեցինք, մենք Ադրբեջանի հախից եկանք, հետո մեկ է շուռ գաք տենակ, որ ոչ մի հախից էլ չեկաք, եկան լծվեցին Հայաստան մեր իշխանությունների թողտվությամբ, կատեգորիկ պետքա մերժել նման կարգի որևէ պարտավորություն Հայաստանի Հանրապետությունը չունի, իսկ Հայաստանի օրենսդրությամբ ով կգա, ով չի գա, ինչ կլինի, դա վերեք թողենք հետագայում, այսօր այդ կարգի քննարկումը զուտ նրա համար է, որ պարար թող ստեղծեն ադրբեջանցիներին Հայաստան բերելու համար, ուրիշ պատճառ դա չկա, որտեղ դա պարտավորվել են, Ալիևին խոստացել են, Ժողովուրդ ջան։ Լավ, անցնենք շատ հարցեր կա, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսով Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, Մոսկվան շահագրգռված է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ, Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։ Հիմա հարց առաջանում, Ռուսաստանի պաշտպանության նախարարը, որ ասում է Սյունիքում լարվածությունը պահպանում, ով է լարվածությունը պահպանում, Հայաստանը։ Հայաստանն է Սյունիքը լարում, մեր Սյունիքը մենք ենք լարում, ով է լարվածությունը պահում, Ադրբեջանը, բա Ադրբեջանը քո ռազմավարական դաշնակիցը չի, Հայաստանն էլ է քո ռազմավարական դաշնակիցը, բա ասում ես, որ երկուսի հետ էլ հավասարահեռ հարաբերություն են պահում, որպեսզի միջնորդից կարգավիճակը չկորցնեն, բա շատ լավ, բա հարց է ծագում, բա ինչ է լարված։ Այսինքն դու գտնում ես, որ Հայաստանի նկատմամբ, որի հետ ունես պայմանագիր փոխգործակցության, որի հետ կապված քո Հայաստանի նկատմամբ ոտնձգությունը հապկն էլ դնենք մի կողմ հայ-ռուսական հարաբերությունների մասին եմ խոսում, դու պետք է պաշտպանես Հայաստանի շահերը, հիմա ասում ես, բա լարվածությունը պահպանվում է, ով է լարում, Ադրբեջանը, այսինքն դուք լավ տիրապետում եք, որ նպատակային Ադրբեջանը լարվածությունը պահում է, կարող է ձեր հետ համագործակցելով է պահում, ձեր հետ պայմանավորված է պահում, որ այնուամենայնիվ այդ տարածքը, եթե Ռուսաստանի վերահսկողության տակ Ադրբեջանն օգտագործի, վաղ այդ տարածքը ֆիզիկապես մեզանից կվերցնի։ Առավել ևս մեր իշխանությունները պատրաստ են սիրահոժար բերեն ադրբեջանցիներին Հայաստանում ապրել, իսկ մենք լավ գիտենք, որ այդ ժամանակ շատ լավ էլ հենց Մեղրիում ապրում էին ադրբեջանցիներ, բազմազավակ մայրեր էին, եւ ստանում էին հերոսուի մայր կոչումները։ Այդ ես խորհրդային միության ժամանակվանից հիշում եմ, լավ անգամ հիշում եմ, որ երբ որ թերթում կարդում էինք, «Էս ինչ կզի, էս ինչը սովետական միության հերոսուի մայր, էս ինչ Ես ինչ է, մարդիկ էլ ասում են, տեսակ հերոսուի մայր Հայաստանից ստանում է, ասում են Ժողովուրդ ջան, այդ կզիները հետո մեզ են կզսնելու, իրանց թվականակը ավելացնելով, բախտներս վերեց 88 թվականի շարժումից հետո այդ բոլորը գնացին Հայաստանից։ Հիմա ուզում են հետևողականորեն նրան հետ բերեն, Ժողովուրդ ջան։ Էնպես որ ուզում եմ, որ մենք դրան շատ ուշադիր նայենք, Ռուսաստանն էլ ուղղակի շահագրգռված է, որ Ադրբեջանին ասի լարվածությունը փարատելու այս ամբողջ վիճակը, մենակ նա է, որ ես գամ վերահսկեմ։ Իսկ հիմա նայենք, թե ինչ է կատարվում մեր ռեգիոնալ քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանը, որ մեզ համար պետություն է ստեղծում ու խաղաղություն է բերում, ինչ են անում մեր հարևանները, որոնց հետ կապված ինքը ջերմ հարաբերություններ ունի, սրճային քաղաքականությունից սկսած, մինչև ամեն ինչով Էրդողանի հետ շփվելը եւ այլ եւ այլ։ Հիմա տեսնենք Արցախի Քաշաթաղի շրջանում կայացած Եռակոմ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ասել է.
Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եղբայրական երկրներ են, ընդհանուր գաղափարներով։ Մենք աջակցում ենք ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլի։ Այսօր բացված Լաչինի միջազգային օդանավակայանը կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու աշխարհի հետ ինտեգրմանը։ Ցանկանում ենք, որ այս տարածաշրջանը 30-ամյա օկուպացիայից ազատագրումից հետո դառնա կայունության և զարգացման կենտրոն, ասել է Էրդողանը։ Հիմա երկու հարց ուղղակի ուշադրություն դարձնենք։ Այս ռազմավարական գործընկերությունը, այս եղբայրությունը Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, ում դեմ է, ժողովուրդ ջան։ Պակիստանը Հայաստան պետությունը չի ճանաչում։ Մի հատ հարց, Պակիստանը մեզ հարևան է։ Պակիստանին մենք ինչ վատություն ենք արել, որ չի ճանաչում։ Ինչն է պատճառը, որ չի ճանաչում։ Պակիստանը չի ճանաչում, որովհետև ինքը եղբայրն է Թուրքիայի եւ Ադրբեջանի, ասում է, քանի դուք հայի հարցը չեք լուծել, ես իրանց չեմ ճանաչելու։ Այսինքն ինքը ուրիշ պատճառ չունի մեզ չճանաչելու։ Եվ երկրորդը, դրա համար մենք մտածում ենք, այդ ում հետ ենք ռազմավարական ունենց ռեգիոնալ քաղաքականություն վարում։ Եվ երկրորդը, 30 տարվա օկուպացիայի հետ կապված, ասում եմ, մենք հիմա Լաչինում 30 տարվա օկուպացիայից վերջը այս տարածքը ազատեցինք ու օդանավակայան ենք բացել։ Ժողովուրդ ջան, մինչև 2020 թվականը բոլոր սեղանին դրած փաստաթղթերի մեջ Լաչինի կարգավիճակը այնպիսին էր, որ Լաչինով մենք պետք է կապված լինեինք Արցախի հետ։ Ինչ փոխվեր 7 շրջանը տալու պարագայում անգամ Լաչինը մնում էր հայկական։ Ինչ 30 տարվա օկուպացիա։ Որտեղից առաջացավ այդ միտքը, երբ որ ցանկացած փաստաթուղթ որ հանես, Ադրբեջանը նույնպես համաձայնվել է Լաչինի հետ կապված։ Եթե ասենք Կազանի փաստաթուղթը չի ստորագրել 2011 թվականին, լավ, այդ հասկացանք, բայց մենք գիտենք, որ 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդյան փաստաթուղթն է ստորագրել, որտեղ գրված է հանձնում ես 5 շրջան, հետո հանձնում ես 2-րդ շրջան, եւ այնտեղ հստակ նշված է, ինչ լայնությամբ պետք է լինի ճանապարհ Լաչինով, որ կապված լինի Արցախի հետ։ Ինչու է Լաչինը համարվում 30 տարվա օկուպացիայի տակ, եթե այդ Լաչինը այսպես թե այնպես մնալու էր Հայաստանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ անհաջող փաստաբանություն արեց Ալիևի համար եւ ասեց, չէ, ժողովուրդ ջան, ինչ փաստաթղթեր։ Այդ ԵԱԿ Միսկի խումբը ինչ ապուշ բաներ ասեք ասել է, ոչ մի հարց չի լուծել, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Այդ ԵԱԿ Միսկի խումբը դրեք մի կողմ։ 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է, դե եթե 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է, բնականա Լաչինն էլ հետ է։ Հիմա հասկացաք որտեղից է գալիս։ Մենք հիմա կարանք, չէ, Ալիևին ասենք, բա դու չէի ստորագրել, որ Լաչինը մնալու է հայկական։ Բա ոնց ենք օկուպացրել մի բան, որ դու ինքդ համաձայնվել ես, որ հայկական էր ֆիզիկապես, հայկական պետք է մնար իրավաբանորեն։ Ոնց ես 30 տարի որ թվից ես հաշվում։ Չէ, ինքը հաշվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, այ հիմա հասկացաք տարբերությունը, որ ասում ենք հատուկ իրանց համար ելույթներ են ունենում, որպեսզի նրանք դա մեր դեմ օգտագործեն։ Իսկ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ Նիկոլ Փաշինյանը ջերմ մտերմիկ զրուցում էր եւ փոխադարձաբար պայմանավորվում էին, որ 2026 թվականի քաղաքական ֆորումը անցկացվի Հայաստանում, 28 թվին էլ Ադրբեջանում, եւ մենք իրար հետ, ասում էր, իր հետ պայմանավորվեցինք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հայտարարել է. մենք կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն քաղաքական եւ բարոյական աջակցության համար, որը Թուրքիան եւ Պակիստանը ցուցաբերել են մեր երկրին 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր։ Ադրբեջանը իր հերթին միշտ եղել է Թուրքիայի եւ Պակիստանի կողքին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը, ասել է Ադրբեջանի նախագահը։ Այն ինչ որ պետք էր իմանալ, ահա սա է իրենց համագործակցությունը։ Նորից եմ հարցնում, ում դեմ։ Հայաստան պետության։ Իհարկե ոչ Նիկոլ Փաշինյանի դեմ, որտեղ ինքը իրաց թիմից է խաղում, ժողովուրդ ջան։ Ինքը որ այն թիմից է զարմացած ասում է, ժողովուրդ ջան, մենք ինչ ենք էս զիջում, ես չեմ կարող հասկանալ։ Ինչ ենք մենք զիջել, կարաք մի հատ բացատրենք։ Չէ, չենք կարող բացատրենք, եթե դու Ադրբեջանի կողմից ես խաղում, դու ոչ մի բան չես զիջել, դու հաղթած ես։
Այսինքն նայենք աշխարհում ինչա կատարվում, պոլիտիկոն գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, սակայն դեռևս որոշում չի կայացրել իր հաջորդ գործողությունների վերաբերյալ։ Պուտինը վտանգավոր կերպով մոտ է այրելու այն ոսկե կամուրջը, որը Թրամփը կառուցել է նրա համար։ Իհարկե այն, որ հիմա կամած համբերությունը հատում է Դոնալդ Թրամփի, անցյալ տարի ամբողջ քարոզչությունը գնում էր Պուտինին ժեստեր անելու վրա, Ուկրաինային պատժելու վրա, պատերազմը դադարեցնելու, որ Ուկրաինան գալիս է փողերը տանում է, մեր պահեստները դատարկում է, այնքան ենք դրա մասին խոսել, չեմ ուզում նորից այդ ամբողջը նորից վերհիշենք, բնական է այն մարդիկ, ովքեր լսում են, լավ էլ հիշում են։ Հիմա նոր հասկացաք, որ Ռուսաստանին զիջելով չես հասնի հաջողության, համբերությունդ կհատի ու ոչ մի բան չի ստացվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեին, եւ ես նկատի ունեմ իսկապես շատ վատ։ Նա կրակի հետ է խաղում, ասել է Տրամփը։ Բա այդ էինք ասում, որ դու նախընտրական քարոզչության ժամանակ, եթե չասեիր պատերազմը դադարեցնելու ենք օգուտ Ռուսաստանի, Ռուսաստանը բախտը չէր փորձի, պատերազմը շարունակեր ու մտածեր ինքը կարող է հաղթի, որտեվ ինքը լավ գիտեր, եթե Դոնալդ Տրամփը կանգներ 4 տարի ընտրվելով, կանգներ ու ասեր, տես ինչ եմ դնելու քու գլխին, ավելի կոշտ եմ անելու, ու պետք է ասեմ Բայդենը ինչքան վախվորած արեց, ես ավելի կոշտ եմ անելու, Պուտինը մտածել էր 4 տարի նորից կռվելու են, որ ինչ անեմ, 4 տարի ավելի պատժամիջոցները խստացվեն, այս լինի, ավելի լավ է գնանք քաղաքական պայմանավորվածության։ Նա չգնաց քաղաքական պայմանավորվածության, զոհեր տալու գնով ավելի շատ առաջ եկա, որտեղ ինչքան առաջ գա, այդ գնով այդ գծից կբանակցի։ Ոնց որ Տրամփը արդարացնում էր, ասում է դե ինքը բանակցային առավելություն ունի, տարածքներ է գրավել։ Այն որ արդարացնում էր Պուտինի ասածները, հիմա ներվայնանում է հակառակն է ասում։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թամի Բրյուսը հայտարարել է. Ռուսաստանը պետք է լուրջ վերաբերվի Թրամփի այն հայտարարությանը, թե Պուտինը կրակի հետ է խաղում։ Նախագահ Թրամփը հստակ եւ բացահայտ արտահայտել է իր կարծիքը կատարվածի մասին, եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է դրան լուրջ վերաբերվի։ Նախագահի տրամադրության տակ կան բազմաթիվ միջոցներ համոզվելու համար, որ մեր դիրքորոշումը շոշափելի է եւ որ այն կարելի է օգտագործել այդ սպանդի կաթարեցման վրա ազդելու համար, ճեպազրույցի ժամանակ նշել է խոսնակ Բրյուսը։ Այսպես տեսնում եք, հիմա լայնածավալ հարձակման է անցնում ադմինիստրացիան Տրամփի, որը որ շատ շուտ պետք է աներ։ Հիշում եք, շատ ենք ասել, որ հենց դու փորձես մեկուսացման քաղաքականություն տանես, դիրքերը թուլացնես, լկտի անալու են, արդյունքում ստիպված ես լնելու ավելի կոշտ արձագանք ես, որպեսզի այդ անդառնալի կորուստները գոնե մի մասով հետ բերես, մի մասը կարողանաս հետ բերես, ավելի ագրեսիվ ես լինելու, քան նույնիսկ նախկին ադմինիստրացիան, որովհետև արդեն կորուստներ ես ունենում, Ամերիկայի շահերի կորուստներ։ Իսկ հիմա Ռուսաստանից ինչ են ասում։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վերաբերյալ հուշագրի նախագծի վրա աշխատանքները հասել են ավարտական փուլին։ Կրեմլը չի պատասխանում ԶԼՄ-ների միջոցով քննարկել Ուկրաինայի պատրաստվում Ուկրաինայի հետ կապված փաստաթղթերի բովանդակությունը, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն։ Դա պետք է արվի ոչ հրապարակային։ Պեսկովի խոսքով ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները լուրջ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ազգային շահերի համար։ Մենք հասկանում ենք, որ Տրամփը ցանկանում է Ուկրաինայի մարակ կարգավորում, սակայն ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն էլ ունի իր ազգային շահերը, որոնցից մենք պատրաստ չենք հրաժարվել, ասել է Պեսկովը Տրամփի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի Պուտինը խաղում է կրակի հետ։ Այսինքն Պեսկովը հստակ բացատրում է, որ մենք չենք շտապում, մենք մեր շահերը ունենք եւ շատ հանգիստ մեր քայլերն առաջ ենք տանելու։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների շտապողականությունը չենք ընդունում, որովհետեւ դեռ իրանք պետք է համոզվեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համբերությունը հատել է եւ արդեն կոշտ հակազդեցության է անցնում։ Դեռ սպասում են, որ կարող է իրավիճակը փոխվի։ Նաեւ տեղի է ունեցել հերրակա բանավեճ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի եւ Տրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգի միջեւ։ Մեդվեդևը մեջբերելով Տրամփի գրառումը, թե Պուտինը կրակի հետ է խաղում, արձագանքել է. «Միակ իսկապես վատ բանը երրորդ համաշխարհային պատերազմն է։ Հուսով եմ Տրամփը դա հասկանում է»։ Քելեգը պատասխանել է. «Երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելը անխոհեմ եւ անտեղի մեկնաբանություն է։ Նախագահ Տրամփը ջանքեր է գործադրում
պատերազմը կանգնեցնելու եւ սպանությունները դադարեցնելու համար։ Մենք սպասում ենք ձեր խոստացած մեմորանդումին, որը պետք է ստանայինք 1 շաբաթ առաջ, անմիջապես դադարեցրեք կրակը։ Հիմա հերթական անգամ Ռուսաստանից, այն էլ անվտանգության խորհրդի փոխնախագահը, իշխող քաղաքական ուժի ղեկավարը, նախկին վարչապետը, նախկին նախագահը հայտարարում է, որ մենք կարանք 3-րդ համաշխարհային պատերազմ սկսենք, եթե Ռուսաստանին ասում եք կրակի հետ ես խաղում։ Մենք գիտենք, որ այդ արտահայտությունը միջուկային պատերազմ ու 3-րդ համաշխարհային պատերազմ տարբեր ժամանակներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների համար առաջացրել է սարսափ։ Իրանք ուղղակի դրանից սենց վերացել են, վախից, սարսափից։ Դա մի հոգու ժամանակ չի եղել, ժողովուրդ ջան։ Դա գոնե 3 անգամ խորհրդային միությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ասել է սկսում եմ 3-րդ համաշխարհային պատերազմ։ Եվ դրա դիմաց վախվորած Ամերիկայի նախագահները զիջել են։ Բայց գտնվեց չէ մեկը, որ ասեց, «Էդ ում եք վախացնում»։ Մի անգամ եւս հիշենք։ Այդ 3-ն էլ դժվար չի մի հատ արագ անցնենք։ 56 թվականին ինչ եղավ։ Արդեն խորհրդային միության դաշնակիցը որոշեց Եգիպտոսում որոշում կայացրեց, որ պետք է ինքը եգիպտական ջրանցքը ազգայնացնի։ Եվ ինչ արեց խորհրդային միությունը, ասես կանգնած եմ Եգիպտոսի թիկունքին, բայց ինչի։ Եգիպտոսը ուրիշի սեփականությունը խլում էր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի։ Ֆրանսիան ի սկզբանե էր բաժնետեր ու կառուցել էր Սուեզի ջրանցքը, իսկ Գերմանիայինը պարտքերի դիմաց Եգիպտոսը վաճառել էր։ Այսինքն ոնց է նրանից խլում։ Եգիպտական ջրանցքը եգիպտացին են։ Իսկ ինչ արեց, զանգեց Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ բանակի գեներալ Դուայթ Էյզենհաուերին, եւ Էյզենհաուերն ասեց, եթե չկանգնացնես 3-րդ համաշխարհային պատերազմն եմ սկսում, ինքը զանգեց, պարտադրեց Իսրայելի բանակին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, թե դուս եկեք այդտեղից։ Իսրայելի ճանապարհներն էլ փակել են, Իսրայելի սեփականության մասին չէր խոսքը, բայց 3 էքսպեդիցիոն կորպուսը մտցրել էին։ Այսինքն իր ուժը պատեց պարտադրելու Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային հրաժարվի քու սեփականությունից։ Դա այն Էյզենհաուերն էր, որ նորից 56 թվականին կանգնեց, ասեց, եթե Հունգարիայի կոտորում եք մարդկանց, կոտորեք, այդ ձեր ազդեցության գոտին է, մենք այդտեղ չենք խառնվելու, ինչ ուզում եք արեք ձերն է, ու դրեցին, կոտորեցին խորհրդային միության տանկերի տակ ուսանողներին եւ կանանց։ Բայց հետո նույն Դուայթ Էյզենհաուերը իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում այնպիսի ագրեսիվ քաղաքականություն վարեց, այնպիսի քաղաքականություն, ինչ երկաթյա վարագույր, ինչ սառը պատերազմ, լամիատ համեմատեք առաջի, որովհետև հասկացավ, թե ոնց է ձախողում Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը։ Մյուսը եղավ 62 թվականին Կուբայի ճգնաժամը։ Այդ ժամանակ Նիկիտա Խրուշչովն էր նորից խորհրդային միության ղեկավարը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ջոն Քենեդին էլ խառնված իրար ասեց լավ, միտեղ դուք զիջեք, միտեղ մենք, որովհետև Կուբայում արդեն մարտագլխիկները դրած էր, վախենում էին, որ խորհրդային միությունը կխփի, եւ իրանք զիջեցին, դա էլ եղավ։ Մյուսը եղավ 73 թվականին Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, երբ որ Եգիպտոսը եւ Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա, Իսրայելը հանկարծակի եկավ, հենց անցավ հակահարձակման, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ օգնեց, այդ ժամանակ խորհրդային միությունը նորից զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, խորհրդային միության ղեկավարը Լեոնիդ Բրեժնևն էր, Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարն էլ Նիքսոնն էր, Ռիչարդ։ Եվ ասեց դադարեցրեք պատերազմը, թե չէ մտնում են 3-րդ համաշխարհային պատերազմ։ Եվ տանկերը, որը որ 25 կիլոմետր էր մնում Դամասկոս մտնելու Իսրայելի, 100 կիլոմետր որպեսի մտներ Կահիրե, Եգիպտոսի մայրաքաղաք, Ամերիկան զանգեց եւ կանգնացրեցին։ Այն դեպքում, երբ որ իրանց վրա են հարձակվել, իրանք հակահարձակման էին անցել։ Բայց դրանից հետո եկավ Ռոնալդ Ռեյգանը 73 թվականից 10 տարի ընդամենը հետո Մայամիում կանգնեց գառնանը, ասեց մարտ ամսին, որ խորհրդային միությունը չարիքի կայսրությունն է ու քանի տարի հետո փլուզվեց, որովհետև չվախեցավ։ Այդ ժամանակ նորից Լեոնիդ Բրեժնևն էր, բայց ինքը չվախեցավ, չէ՞ դրանից հետո Բրեժնևն արդեն 82 թվին մահացել էր, արդեն դրանից հետո երբ որ եկավ, արդեն ավելի ազդեցիկ մարդկանց ժամանակ ինքը դա հայտարարեց Չեռնենկոյի ժամանակ, որը ներողություն, Անդրոպովի ժամանակ, որը KGB-ի պետ էր։
խորհրդային միության KGB-ի պետն էր, որ դարավ քարտուղար Չարիքի առանցք է, եւ այդ Չարիքի առանցքը մի քանի տարի հետո փլուզվեց։ Այսինքն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները զիջեց, տեսել ենք ինչ ա եղել։ Եթե չզիջեց, տեսել ենք Ռուսաստանի հետ ինչ ա եղել կամ խորհրդային միության։ Հերիքա վախենակ դրանից։ Գնացեք մի հատ ուսումնասիրեք Ռեյգանը, թե ոնց կարողացավ հարցերը լուծի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բերլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Ուկրաինայի կողմից հավելյալ ռազմական աջակցության ստանալու հույսով, Ռուսաստանի կողմից հրթիռային հարվածների վերջին սրացման պայմաններում։ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական օգնության երկրորդ խոշոր մատակարարն է։ Ֆրիդրիխ Մերցը, ով Գերմանիայի ղեկավար է դարձել 3 շաբաթ առաջ, ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում հրադադարի հասնելու եւ արևմուտքի աջակցությունը պահպանելու նպատակով։ Եվրոպական առաջնորդները մեղադրում են Ռուսաստանի նախագահ Պուտինին ԱՄՆ-ի գլխավորած խաղաղ բանակցությունները ձգձգելու մեջ։ Գերմանիայի կանցլեր Մերցը Զելենսկուի հետ հանդիպումից հետո ասել է. Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա, թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան եւ բացելու բանակցությունների ճանապարհը։ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի, ասել է Մերցը։ Եվ շարունակություն է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պաշտպանության նախարար Բորիս Պիստոլիուսը եւ ուկրաինացի գործընկեր Ռոստեմ Ումերովի հանդիպման արդյունքներով հայտնել է Գերմանիան լրացուցիչ մոտ 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի ռազմական օգնության համար։ Գումարը գոյանալու է Բունդեստագի կողմից արդեն հաստատված միջոցներից։ Ուղղակի ներդրումներն ուկրաինական ռազմական արդյունաբերության մեջ եւ ռազմական ընկերությունների միջև համագործակցությունը գերմանական կառավարության հայտարարված նպատակն է Ուկրաինայի պաշտպանության երկարաժամկետ եւ կայուն ամրապնդման համար, ասում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Իսկ հիմա նայենք ինչա Ռուսաստանից հնչում պատասխանը։ Պետդումայի падգամավոր պաշտոնաթող գեներալ-մայոր Լեոնիդ Իվլևը մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը Ուկրաինայի համար հրթիռների կիրառման սահմանափակումները վերացնելու մասին ասել է. Ռուսական Իսկանդեր հրթիռն ավելի արագ կհասնի Բերլին, քան գերմանական Տաուրուս հրթիռները ռուսական քաղաքներ։ Գերմանիայի կանցլերը կարծես թե մոռանում է, որ Ռուսաստանը կարող է լիովին պատասխանել ցանկացած ագրեսիայի ու իր անվտանգությանը սպառնացող վտանգի։ Մերցը ըստ երևույթին չգիտի, որ օրինակ Իսկանդերը Կալինինգրադի պաշտպանական շրջանից շատ ավելի արագ կթռչի Բերլին, ասել է падգամավորը։ Իսկ հա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Կիևի համար հեռահար հրթիռների մասին Մերցի հայտարարությունները, նշել, որ Գերմանիան սահում է նույն ճանապարհով, ինչով արդեն գնում էր նախքան իր փլուզումը։ Այս փոխադարձ իրար մեղադրելը դնենք մի կողմ, դա պարզ է, բայց մի բան եմ ուզում ուշադրությունը, ինչ է տեղի ունեցել։ Գերմանիան վաճառում է զենք, Ուկրաինան օգտագործում է Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն ասում է, եթե դու զենք ես վաճառում Ուկրաինային, ուրեմն ես քեզ պետք է հարվածեմ, որովհետև դու համարվում ես պատերազմի մասնակից։ Ընդհանրապես զենք վաճառել է։ Բայց նույն Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին, հրաշալի իմանալով, որ այդ զենքը օգտագործվելու է Հայաստանի դեմ, ուրիշ որևէ մեկի դեմ չի օգտագործվելու։ Ու երբ որ իրան ասում են, բան չի ես վաճառում, ասում է սա բիզնես է։ Ինձանից չառնի, ուրիշից կառնի։ Եվ Հայաստանում գտնող որոշ ռուսամերներ ասում են, բա ինչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Մեղավոր է Ուկրաինան, որ ֆոսֆոր է տվել, այն դեպքում, երբ որ Ուկրաինան ֆոսֆոր չուներ էլ որ տար։ Ժամանակին պայմանագրով տվել էր Ռուսաստանին, ռուսներն էլ ուկրաինական պատերազմի ժամանակ իրանք էին ուկրաինացիների դեմ օգտագործում։ Մեղավոր է Իսրայելը, որովհետև զենք է տվել։ Մեղավոր է սա, մեղավոր է նա, մեղավոր է, ասենք, իսկ Ռուսաստանը, որ մեր դաշնակիցն է, ասում է, չէ, ո՞նց կարա Ռուսաստանը մեղավոր լինի։ Ռուսաստանը ընդհանրապես բիզնես է։ Հասկացաք ժողովուրդ ջան, այսինքն եթե դու համարում ես, որ Գերմանիան զենք է վաճառել Ուկրաինային, դրա համար դու կարող ես Գերմանիային հարվածել, որտեղ նրան համարում ես պատերազմի մասնակից, ոչ թե ընդհանրապես զենք վաճառող, ուրեմն դու պատերազմի մասնակից ես իր դեմ մեզ։ Բա ոնց ես ասում մեր ռազմավարական դաշնակիցն ես։ Սա հատուկ շեշտում եմ նրանց համար, ովքեր արդարացնում են Ռուսաստանի արածը։
Որտեղ Ռուսաստանը նույն իրադարձության հետ կապված գնահատական տալիս այնպես մեր հետ կապված դեռի ուրիշ ձև, բայց քանի որ ինքն էլ ունի այստեղ փաստաբաններ մեր ընդդիմության տեսքով, դրա համար ով պետք է իրան այդ հարցում հակադարձի։ Մի բան էլ ուղղակի նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. Ես Կանադային, որը շատ է ուզում մեր հրաշալի ոսկե գմբեթ համակարգի մաս կազմել, անվտանգության համակարգ, որ ուզում ստեղծի, ասացի, որ եթե նրանք մնան առանձին, դա կարժենա 61 միլիարդ դոլար, բայց դա կարժենա $0, եթե դառնան մեր սիրելի 51-րդ նահանգը։ Նրանք քննարկում են առաջարկը։ 100 անգամ նրանք ասել են, որ Կանադան չի վաճառվում, այդ առաջարկը չեն էլ քննարկում։ Ում է ապացուցում, որ նրանք քննարկում են։ Բանական է, որ իսկ Կանադայի վրա ով է հարձակվելու, որ ինքն էլ այդ փողերը տա, որ այդ գմբեթը սարքի։ Կարող է իրան պետք է լի տա, բայց այդ շանտաժը, որ եթե ես քեզ չպաշտպանեմ, քո վրա կհարձակվեն, ով է հարձակվելու Կանադայի վրա։ Չինաստանը, Ռուսաստանը, ով։ Իսկ հիմա մի հատ բան էր, Կանադայի խորհրդարանը հոտնկայ սապարել է թագավոր Չարլզ 3-ին ելույթի ավարտին Կանադայի օրհներքի խոսքերը հնչեցնելու համար իսկական հյուսիսը ուժեղ եւ ազատ։ Չարլզ 3-ի այս այցը կազմակերպվել էր ի ցույց դնելու իրենց աջակցությունը Կանադային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ դիմակայությունում։ Չարլզ 3-ը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած կառավարության անունից խոստացել է պաշտպանել կանադացիների ինքնիշխան իրավունքները։ Քարնին Չարլզին պետական այցով հրավիրել է Կանադա այն բանից հետո, երբ Տրամփը սկսել էր առևտրային պատերազմ Օտավայի դեմ եւ հայտարարել Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դառնալու մտադրության մասին։ Կանադայում այս հռետորաբանությունը բացասական արձագանք է գտել։ Տրամփի հայտարարությունները նպաստել են Քարնիի հաղթանակին խորհրդարանական ընտրություններով, ինչը տարեսկզբին համարվում էր քիչ հավանական։ Տրամփը հերթական անգամ այս խոսքը ասելով հասկանում ենք, որ ինքը նաեւ դրանով դեմադուս գալի նաեւ Մեծ Բրիտանիային, որովհետեւ Կանադան սահմանադրական միապետություն է, որի միապետ համարվում է Չարլզ 3-ը։ Չարլզ 3-ը Կանադայի միապետն է, հարգելիներս։ Այսինքն ումից է ուզում Կանադան, Անգլիայից է ուզում, Մեծ Բրիտանիայից է ուզում։ Եվ շատ լավ է, որ նա գնացել է պաշտպանել է, այդ ամեն ինչը նորմալ է, բայց նաև մի բան էլ ստեղ ուղղակի հարց կա, ճիշտ է ինձ համար տարօրինակ էր, որ Չարլզ 3-ը գնացել էր Կանադա ինքնաթիռով, որովհետև միշտ Մեծ Բրիտանիան որպեսի ցույց տա, որ ինքը ծովային գերտերություն է, կայսրություն է, ինքը որպես կանոն այնտեղ, որտեղ ծովային հնարավորություններ կա, միշտ գնում են, միապետը միշտ գնացել է ծովով, նավով է գնացել, ոչ թե ինքնաթիռով։ Չեմ կարող ասել էլի, ես եմ հետ մնացել կյանքից, թե այս հմիկվա ջահելները արդեն ոչ մի ավանդույթ չեն հարգում, բայց ինձ համար տարօրինակ էր, որ ինքը Կանադա էր գնացել ինքնաթիռով, որովհետև իրանք ուղղակի ունեն տրադիցիա։ Այդ պետությունը եթե ունի ծովային հնարավորություն, Մեծ Բրիտանիայի միապետը գնում է ծովով։ Եթե չկա, նոր մտածում է, եթե գնացքով է հարմար գնացքով, իրանք ցույց են տալիս, իրանք են ծանր ժողովուրդ են, էլի, այդտեղ ինքնաթիռ վազ նստենք, թռենք, այս անենք, այն անենք, այդպես բաներ չկա։ Չեմ կարող ասել, երևի ինչ-որ բան փոխվել է, բան չունեմ ասելու։ Էնպես որ մենք հիմա այդ ամեն ինչին ուշադիր կհետևենք ժողովրդյան, որտեղ տեսնում եք աշխարհի բոլոր թեժկետերի հետ կապված ինչա կատարվում եւ նաեւ տեսնում ենք, որ Իրանի հետ կապված էլ ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է գնալ պայմանավորվածություն, Իրանն էլ ասում է համաձայն եմ, եթե իրոք պայմանագիր ստորագրենք, եկեք խնդրեմ տեսչական ստուգումներ արեք, մեկը մենք որևէ խնդիր չունենք խախտելու, բայց միջուկային զենքը ուրանը պետք է հարստացնենք խաղաղ նպատակներով։ Այսինքն իրանք այնուամենայնիվ ճշտում հստակեցնում են, որ իմացեք, մենք խնդրեմ չունենք Ամերիկայի հետ, նույնիսկ եկեք հանգիստ նայեք, բայց մենք դա պետք է հարստացնենք։ Եվ դրա համար Իսրայելն է հիմա խիստ մտահոգված, ամեն դեպքում մտածում է ոնց այդ ամեն ինչը խափանի, բայց առայժմ դա իր քաշի բան չի, որովհետև դեռ Տրամփը պատրաստ չի հարված հասցնելու, կամ էլ թե չէ պատասխան հարվածը կանխելու, եթե Իսրայելը հասցնի։ Դրա համար այս վիճակն է, մենք ամեն օր դրան կհետևենք, ինչպես տեսնում եք, այդ բոլոր կետերն էլ լարված են մեր շուրջ, մնում է, որ մենք էլ ուղղակի հասկանանք, թե ի վերջո ինչա կատարում այս աշխարհում, մեր տարածաշրջանում ու մեր երկրում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։